փոփոխություններ, իրական փոփոխություններ, մամայի բալա հանդիմությունը չի բերելու։ Կներեք, այս բառի կոպիտ արտահայտության համար կենցաղային լեզվում բոլորը գիտեն, էլի դա ինչի մասն է խոսքը։ Բամբակների մեջ պահած, մեծացրած, ցենց ինկուբատորում աճացրած հանդիմություն, որ այ մենք ձեր համար մեր կեղտոտ ձեռքերով սարքեցինք բան, հրաշալի միջավայր, որում դուք կարող դրսևորվեք, այտենց բան տեղի չի ունենում, դա քաղաքական հեքիաթի ժանրից է։ Արևի տակ ամեն մեկը մարդ անհատը կյանքում կենցաղում, քաղաքական գործիչ քաղաքականության մեջ, կուսակցությունը պետական կառավարման թատերաբեմում իր տեղը նվաճում է քրտինքով, պայքարով, վճռականությամբ։ Չէ, կնեք, բայց այստեղ մի հարց կա։ Եթե դուք պնդում եք, որ քաղաքական դաշտը մոնոպոլիայի է վերածվեց, կա ԿՊ, կան փողատերեր, համաձայն եմ։ Իմ հույսը այդտեղ փողատերեր առնվազն դուրս գան, մի սպეციფიკա կա։ Մենակ մնացեք ԿՊ-ի հետ եւ արեք մի սպეციფიკա կա այդտեղ։ Իմ հույսը ու ակնկալիքը, այդ ձեր գնահատականը ճիշտ է։ Իմ հույսն ու ակնկալիքը Նիկոլ Փաշինյանի ողորմածությունը կամ նույնիսկ իր սեփական շահերից բխող կեղտոտ քաղաքականությունը չի։ Ես ասում եմ մենք ենք փոխելու այդ միջավայրը եւ որևէ այլ տարբերակում քաղաքական դաշտի ճակերտավոր առողջ ուժերը դառնալու են Նիկոլ Փաշինյանի հարեմը։ Կամ պետքա կարողանալ այդ հարցը լուծել որպես առողջ ուժեր։ Կամ եթե դա ինչ որ կերպ Նիկոլ Փաշինյանը բերելու է սկուտերի մեջ մատուցի, մենք դառնալու ենք բան Լեոնիդ Սլուցկի։